Գիշերն ադրբեջանական զենքը լռել է հրետանային կրակով հայկական կողմի պատասխանից հետո։ Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ Ադրբեջանը 3 օգտագործել է TR-107 տիպի համազարգային հրթիռային կայանք։ Ադրբեջանը ինքը ահաբեկչական եւ անցագործ պետություն է։ Դրա համար որևէ բացատրություն տրամաբանական չկա։ Նրանք չեն հասել որևէ ռազմական նպատակի, չեն լուծել որևէ կարևոր, այսպես հարց, առաջադրանք։ Դավիթ Բաբայանը հիշեցնում է հայտարարություն զգուշացումը, որ Արցախի բանակը ոչ համաչափ է պատասխանելու ադրբեջանական ագրեսիային, ինչը եւ տեղի է ունեցել։ Զոհեր ու վիրավորներ հայկական կողմից չկան։ Ադրբեջանը որպես վահան օգտագործում է սեփական բնակչությանը։ Տեղակայում են հրետանին եւ այլ բնակավայրերում, բնակելի տների մոտ, դպրոցների եւ այլն։ Երբ որ այնտեղից կրակում են, նույնիսկ այդ դեպքում մենք չենք պատասխանում, եթե կա վտանգ քաղաքացիական բնակչության համար։ Եթե չկա այդպիսի վտանգ, իհարկե ոչնչացում են այդ կրակակետերը։ Այս անգամ այդպիսի վտանգ չի եղել, ոչնչացվել է։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների զոհվել են Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի 3 բնակիչներ, որոնցից մեկը երեխա։ Նախ եւ առաջ տեղեկությունները պետք է ճշտեն, երկրորդը չի բացառում, որ այդպիսի մահ լինեն, բայց դա մեր գործողությունների շնորհիվ չէ։ Ադրբեջանը ունի հարուստ փորձ ճակետներում սեփական բնակչությանը խոշտանգելու, սպանելու եւ այն հայերի վրա փորձելու այդ ամենը բարձել հայկական կողմի վրա։ Սա ամենահայտնի եւ վառ օրինակը Խոջավում է։ Դավիթ Բաբայանն անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ լարվածությունը սահմանին ձեռնտու է նախագահի պաշտոնում առաջադրված Բակո Սահակյանին իշխանությունը երկարաձգելու համար։ Միայն ուրեմն ցնորամիտ գաղափարներով մարդիկ կարող են այդպիսի բան ասել, ես չեմ էլ ուզում այդ աննորմալ բաները գաղափարները մեկնաբանեն։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը զարմանալի չէ, ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ալիևի ռեժիմն արհամարհում է պատերազմին ընդդիմացող սեփական քաղաքացիներին։ Ադրբեջանում իրոք գրեթե բոլոր հայտնի խելոք մարդկանց կամ վտարել են կամ բանտում են նստած, դժբախտաբար ձայնը հասարակության գրեթե չի լսվում։ Դա է պատճառը, որ իշխանությունը անվերահսկելի է։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման, թեև պատերազմի հավանականությունը քիչ է համարում։ Ադրբեջանը եթե համարձակի գնա մեծ պատերազմի, ինքը չգիտի ոնց կարձագանքի Ռուսաստանը կամ Տրամպը։ Միջադեպից հետո կրակը դադարեցնելու կոչով է հանդես եկել ԵՀԿ Մինսկի խումբը։ Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ։ Միակընդունելի եւ մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան, ասվում է հայտարարության մեջ։